Թափառող շների խնդիրը երկար տարիներ մտահոգել է հասարակությանը, դրանք հաճախ վտանգ են ներկայացրել ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների համար, առաջացնելով վախ, ճանապարհատրանսպորտային խնդիրներ և երբեմն նաև հիվանդությունների տարածման վտանգ։ Բնակիչները բազմիցս բարձրաձայնել են այս հարցի մասին, պահանջելով անվտանգ և մարդասիրական լուծումներ։ Եվ օրենքում էլ այդ միջադեպը արգելող այսպիսի առաջարկ այնպես չի, որ երբ որ մենք ասում ենք թափառող շներին չի կարելի վերացնել կամ վնասազերծել, այդպես չի օրենքում։ Օրենքում նաև գրված է, որ ցանկացած միջադեպ, որը մարդու, հատկապես երեխայի կյանքին վտանգ է սպառնում, պետք է կանխվի նախապես։ Այսինքն ցանկացած միջադեպից մեկը հենց այդ թափառող շներն են, կամ պետք է քնացնել, այդ շներին հավաքել, կամ պետք է տեղափոխել, ինչպես քարքն է Վրաստանում, ուրեմն բուծարաններ, շնաբուծարաններ, որտեղ այդտեղ նրանք պահվում են, չնայած որ ասեմ, որ շատ շնաբուծարաններից մեր մոտ են հայտնվում այդ շները։ Եվ կարծես թե այդ ուրեմն ստերիլացված շները, որ ասում են ստերիլացված են, ամեն տարի մեր աչքերի դեմն են, շատանում են, դրանք ստերիլացված չեն, այսինքն դա այդ համակարգը ճիշտ չի արված։ Ձագ են բերում նրանք, շատանում են, այսինքն ստերիլ չեն այդ շները։ Ստերիլացման ժամանակ նրանց հնարավորությունը պտղաբերության արգելվում է։ Այսինքն սրսկում են համապատասխան միջոցներ, որ շատ ձագեր եւ այլն չունենան։ Եվ հիմա տեսեք մի բան, մեծ շներ են, գնում են եւ երեխան վախենում է, հեռախոս է պետք զանգահարելու, միջոցներ անպայման ձեռք բերելու։ Դա պետք է։ Այժմ խնդիրը սկսում է ստանալ իր լուծումը։ Սննդի ազգային գործակալությունը սկսել է շների հիպերբուլյացիայի կառավարման ծրագիր, որը ներառում է անդուն կենդանիների կաստրացիա, սթերիլիզացիա, պատվաստում, գրանցում և նույնականացում։ Ծրագրի նպատակն է նվազեցնել թափառող կենդանիների թիվը և ապահովել ինչպես մարդկանց, այնպես էլ կենդանիների անվտանգությունը։ Ազգային գործակալությունը սկսել է շների հիպերբուլյացիայի կառավարման ծրագիր։ Ծրագիրը նախատեսում է անդուն կենդանիների կաստրացիա, սթերիլիզացիա, պատվաստում, գրանցում և նույնականացում։ Այդ նպատակով Ախալցիխեի մունիցիպալիտետի քաղաքապետարանը սննդի ազգային գործակալությանը ժամանակավոր օգտագործման իրավունքով փոխանցել է 1 հեկտար տարածք Թբիլիսի գյուղում։ Ძალიან მნიშვნელოვანი პროექტის განხორციელება იწყება ახალციხის მუნიციპალიტეტში. უკვე ოფიციალურად გადავეცით სურსათის ეროვნულ სააგენტოს ტერიტორია, ის ტერიტორია, სადაც ძალიან მალე აშენდება მიუსაფარ ცხოველთა ինտերմუნიციპალური თავშესაფარი. Ծրագրի իրականացման համար Ախալցիխեի մունիցիպալիտետի քաղաքապետարանը սննդի ազգային գործակալությանը ժամանակավոր օգտագործման իրավունքով տրամադրել է 1 հեկտար տարածք Թբիլիսի գյուղում։ Սպասվում է, որ այս նախաձեռնությունը կօգնի ավելի կազմակերպված վերահսկել թափառող շների հարցը և համայնքում ստեղծել ավելի անվտանգ ու հանգիստ միջավայր բնակիչների համար։